Ունեցել եմ 2 մենամարտ, երկուսն էլ հաղթել եմ ժամանակից շուտ։ Մենամարտել եմ, այսպես ասեմ, իմ ընկերների հետ, հա, քանի որ մի հավաքանից ենք բոլորս։ Որ ռինգ ելնելուց առաջ ասում են ներկայացնում բանակի կենտրոնական մարզական ակումբը, այդ ոնց որ տասնապատիկ ոգևորում է։ Բանակի կենտրոնական մարզական ակումբը ներկայացնող զինծառայողներն են բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների 2025 թվականի առաջնության չեմպիոնները 3 քաշային կարգերում։ Հանդես եմ եկել 92 կիլոգրամ քաշային կարգում, անցկացրել եմ 2 մենամարտ, երկուսն էլ ժամանակից շուտ եմ ավարտել մենամարտերը ու դարձել եմ Հայաստանի 7-ակի չեմպիոն։ Մասնակցել եմ 86 կիլոգրամ քաշային կարգում, 2017 թվականից մինչ առայժմ եղել եմ Հայաստանի չեմպիոն, թե երիտասարդների, թե մեծահասակների կազմում եմ ընդգրկել որպես առաջին համար։ Մասնակցել եմ 80 կիլոգրամ քաշային կարգում, ունեցել եմ 2 մենամարտ, երկուսն եմ մրցել եմ շատ փորձառու մարզիկների հետ, երկուսում էլ տարել եմ հաղթանակ։ Համառ ու անզիջում մրցապայքար լավագույնի կոչման արժանանալու համար այս մթնոլորտում ընթացավ բռնցքամարտի առաջնությունը, որին ընդհանուր առմամբ 100 մարզիկ էր մասնակցում, այդ թվում նաև բանակայինները, որոնք աչքի ընկան հաղթական մենամարտերով։ Միանշանակ մեր մասնակցությունը տվյալ մրցաշարում ուրիշ դեր ունի, ինչի որովհետև ներկայացնում ենք բանակի կենտրոնական մարզական ակումբը։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ բարձր կերպով ներկայացնենք, բարձր կերպով անունը պահենք։ Հայաստանի բազմակի չեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը բռնցքամարտով զբաղվում է 2014 թվականից։ Այս ընթացքում բազմաթիվ հաղթանակներ է ունեցել թե հայաստանյան, թե միջազգային հարթակներում, որոնցից ամենատպավորիչը Ռաֆայելի համար ոսկե մեդալն է 2018 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Առաջին մենամարտը հաղթեցի, ժեստ ունեմ, պատվի առնելն է, զինվորական կեցվածքն է։ Խնդրում։ Ես ուզում եմ ասեմ, որ այդ ամեն ինչը ուզում եմ ցույց տամ, որ արվում է իմ հայ ազգի, իմ բանակի համար, զինվորների համար։ Այս պայմանությամբ ես զինվոր եմ։ Բանակի մարզական ասպարեզում ծառայելը մեծ պատիվ ու պատասխանատվություն է նաև Համլետ Ադամյանի համար։ 80 կիլոգրամ քաշային կարգում չեմպիոն դարձած մարզիկը այսօր էլ շարունակում է անդադար ու քրտնաջան պարապել, որպեսզի առաջիկայում հաղթական նոր արդյունքներով ներկայացնի Հայաստանի եռագույնն ու զինված ուժերը։ Մեծ պատիվ է իհարկե, մեր մեջքի հետևը մեր դրոշն է, մեր տղեկն ենք բոլոր, ով որ ծառայում է, կապ չունի, որ մենք հիմա բանակի կենտրոնական մարզական ակումբում ենք։ Բոլորն է հիմա ծառայողներն են, ով որ դիրքերում են, մենք ելնում ենք, մենք գիտենք, որ մենք էլ հիմա առաջնագիծում ենք, բայց բոքսի ասպարեզում։ Դեղ տղեկը առաջնագիծում են սահմանում, մենք բոքսի ասպարեզում ենք առաջնագծում։ Ու պետք է նենց անենք, որ հասնենք հաղթանակի։ Ոնց որ տղեկն են մեր միշտ անում, մինչև վերջ, նույնը մենք ենք մինչև վերջ անում, որ հասնենք հաղթանակի։ Մենք էլ սենց ոգևորենք մեր տղերքին, որ ավելի տոկուն լինեն սահմանագծին, փառք ու պատիվ իրանց։ Բանակային բռնցքամարտիկներից ամենաերիտասարդն ու ծանր քաշայինը Դավիթ Սիմոնյանը բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների 2025 թվականի առաջնությունում նույնպես գերազանց հանդես եկավ։ 92 կիլոգրամ քաշային կարգում նա ժամանակից շուտ հաղթեց 2024 թվականի Հայաստանի չեմպիոնին։ Ամեն մենամարտել իր դժվարությունն ունի, ամեն մեկն էլ միտեղ ինչ-որ sense տպավորվում է էլի մեջը, բայց դե որ ծանր հարվածողներ են լինում, տեխնիկապես արագ են լինում, որ կարող ես իրենց հաղթես, արդեն այդ դառնում է քո համար ավելի բարձր ցուցանիշ էլի, որ ուժեղ տղեկի հաղթում ես։ Անկեղծ հպարտանում եմ, որ մեր դրոշը բարձր եմ պահում որպես բանակային, քանի որ բոլորի սպասելիքները արդարացնում եմ, հենց Եվրասիայի գավաթի առաջնությունը կայացավ իմ բանակային ծառայության ընթացքում։ Այդ ժամանակ արդեն զգացի, որ ես զինծառայող եմ ու արդեն հասկացա, որ իմ ծառայությամբ կարողացել եմ պիտանի լինել իմ հայրենիքին։ 2023 թվականին դարձել եմ Եվրոպայի հաղթող երիտասարդների, 2024-ին փոխչեմպիոն եմ եղել Եվրոպայի։ Բանակի կենտրոնական մարզական ակումբը ներկայացնող բռնցքամարտիկներն այժմ ակտիվորեն պարապում են ու օրեցօր ավելի բարելավում մարզավիճակը։ Ապրիլին տղաները կմասնակցեն Երևանի Գավաթ մրցաշարին, իսկ մայիսին արդեն կներկայացնեն Հայաստանը Ղազախստանում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Հովհաննես Պարաշյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ